Ելինա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Էդոն գնում է Մագդայի տուն։ Նրա այցը պատահական չէ, նա այնտեղ է խոսելու, հանգստացնելու, փորձելու գոնե մի փոքր մեղմել իրավիճակի սրությունն ու խորտակված հոգեվիճակը։ Էդոն հստակ ասում է, Մագդան պետք է համակերպվի։ Նորոն ավարտել է իրենց պատմությունը։ Ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբևէ նա չի վերադառնալու։ Մագդան շփոթված է։ Նրա մտքով անցնում է միայն մեկ բան. ինչպես կարող է Էդոն այդքան վստահ լինել։ Եթե այդքան ինֆորմացիա ունի, արդյոք չգիտի նաև պատճառը։ Բայց Էդոն չի ասում ոչինչ։ Խուսափում է, շրջանցում է հարցերը, թողնելով Մագդային մենակ հարցերի հորձանուտում։ Մյուս կողմից էլ նոր խնդիր է ծագում։ Ալինայի դպրոցական կյանքում ավելանում է լարվածությունը։ Նրա համադասարանցի Ռոբը դիմում է Էլիզին ու Նորոյին։ Ռոբն ասում է, որ Ալինան հաճախ է վատանում դպրոցում, սակայն միշտ խնդրում է, որ ոչ ոքի չասի տանը։ Բայց հիմա Ռոբն այլևս չի կարող լռել, նա պատմում է ամեն բան։ Նորոն ու Էլիզը խուճապի մեջ են, նրանք անմիջապես Ալինային տանում են հիվանդանոց։ Այստեղ ամեն ինչ պարզվում է։ Բժիշկների կասկածները հաստատվում են։ Ալինան արյան լուրջ հիվանդություն ունի, չափազանց լուրջ ու վտանգավոր։ Մի հիվանդություն, որի հետևանքները անդառնալի կարող են լինել։ Էլիզի հոգեվիճակը սրվում է, նա հիասթափված է, գազազած, նրա մեջ ամեն բան շիկացած է։ Նա զանգում է Էդոյին եւ ասում մի բան, որը դառնում է հարված ուղղված Էդոյի զգացմունքներին։ Նա ասում է, որ երբեք չի սիրել նրան ու չի էլ սիրի։ Էդոյի համար սա ցավալի է, բայց նա հասկանում է, Էլիզը հիմա կյանքի ամենածանր փուլում է, հնարավոր է, հենց դա է պատճառը նրա դաժան խոսքերի։ Բայց չնայած այս բոլոր մութ ու լարված իրադարձություններին, սյուժեն մեզ մի հետաքրքիր նորություն է մատուցում։ Շուտով «Ուրիշի ընտանիքը» սերիալում հայտնվելու է նոր կերպար։ Եվ եթե դուք հետևել եք սյուժեին, արդեն գիտեք, Էլիզը այլևս չի աշխատում Արշակի տանը, իսկ փոքրիկ Արևիկին անկասկած պետք է նոր դայակ։ Արշակը սկսում է փնտրել դայակ եւ գտնում է։ Շուտով նոր կերպարը ներս է մտնում Արշակի տուն ու նրա դերը չի սահմանափակվելու միայն խնամքով։ Այս կերպարը մարմնավորում է շնորհալի դերասանուհի Իննա Կարապետյանը, ում հեռուստադիտողը սիրեց Մարիա սերիալից։ Այո, հենց նա ով Մարիայում մարմնավորում էր Մարիայի կենսաբանական մայրիկին, այսուհետ հանդես կգա Ուրիշի ընտանիքում որպես Արևիկի դայակ։ Իսկ հիմա հարցը դրված օդում. Իննայի կերպարը դրական է լինելու, թե բացասական։ Արդյոք սիրահարվելու է Արշակին, թե կապված է լինելու Էլիզի հետ եւ վեր է խառնելու ողջ պատմությունը։ Այս բոլոր հարցերի պատասխանները առաջիկա սերիաներում։ Մնացեք մեզ հետ, որովհետև ամենահետաքրքիր բացահայտումներն ու սյուժետային շրջադարձերը դեռ առջևում են։ Գրեք մեկնաբանություն, արդյոք ուրախ եք Իննա Կարապետյանին տեսնել սերիալում։